երեկոյին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ամենաինքնատիպ Խանջան սրահում։ Այսօր Հայաստանի լավագույն բուհերի վաստակաշատ իրավաբաններին մեկնեղել է փաստաբանությունը Հայաստանի Հանրապետությունում ուսումնական ձեռնարկը, որը նվիրված է Հայաստանում Փաստաբանության ինստիտուտի գիտագործնական ուսաբանմանը։ Ձեռնարկում ներկայացված են նաև Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատը, Հայաստանի Հանրապետության Փաստաբանական ակադեմիան և Փաստաբան դառնալու ուղին։ Ուսումնական ձեռնարկը նախատեսված է ուսումնական հաստատություններում ուսանողների, ասպիրանտների, ինչպես նաև Փաստաբանության ինստիտուտով հետաքրքրվող բոլոր ընթերցողների համար։ Արգելի տիկնայք և պարոնայք, Փաստաբանական ակադեմիայի և ուսումնական ձեռնարկի հեղինակների անունից ողջունում ձեզ։ Պետք է տեղեկացնեմ, որ 2013 թվականից այս դասագրքի մշակման գաղափարը կար և այս գաղափարի թե իրագործման, թե որոշակի դժվարությունների հաղթահարման առումով ուզում եմ հատուկ շեշտադրել երկու անձանց անուններ՝ Մանեկ Կարապետյանը և Լուդվիգ Դավթյանը, ինչի համար նրանց շնորհակալություն եմ հայտնում։ Տեղեկացնեմ նաև, որ այս ուսումնական ձեռնարկը երաշխավորվել է տպագրությամբ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի 2025 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ և Փաստաբանների պալատի խորհրդի 2025 թվականի մայիսի 13-ի որոշմամբ, ինչի համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում այս կառույցներին։ Այս կանոնը առաջարկում եմ միասին վայելել երեկո։ Շնորհակալություն։ Ողջունում եմ հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս։ Հեղինակային խմբին կարծում եմ հաջողվել է, ուրեմն այս նպատակների իրագործման կոնտեքստում ստեղծել մի ուսումնական ձեռնարկ, որը մեր հետագա ակնկալիքներով բնականաբար կարծում եմ արդեն կստանա նաև դասագրքի տեսք, որը կօժանդակի և կնպաստի այս մասնագիտության թե տարածմանը, թե այս մասնագիտության առանձնահատկությունների լուսաբանմանը իրավաբանական հայտնություն և ինչու՞ չէ նաև այլ մասնագիտությունների շրջանակներում։ Հայաստանի Հանրապետության փաստաբանությունը աչքի է ընկնում իր հաջողված, այսպես ասած, ինստիտուցիոնալ սիմբիոզով, որը մենք կարողանում ենք իրագործել մեր պրակտիկ գործունեությունում։ Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս և կարծում եմ, որ այս դասագիրքը կծառայի նպատակին իրավաբանական հանրության համար։ Շնորհակալություն։ Հեղինակներին հրավիրում եմ իրենց ինքնագիրը դրոշմելու գրքի կազմին։